Իր զարգացման ծրագրերում Մաշտոցյան մատենադարանը նոր առաջընթաց է գրանցել։ Հայոց հոգևոր գանձարանը հավասարապես մատչելի դարձնելով հանրության բոլոր շերտերի, այդ թվում նաև տեսողության խնդիր ունեցող այցելուների համար։ Շոշափելով մատյանները ամենքի մատենադարանը ներառական կրթական ծրագիրը ոչ միայն հնարավորություն է ընձեռում մեր միջնադարյան մատյաններին ծանոթանալ շոշափելի կրկնօրինակների միջոցով, այլև ըստ էության մեր հանրային մտածողության մեջ կոտրում է այն կարծրատիպերը, թե ներառականությունն ու մատչելիությունը նախ եւ առաջ շենքային պայմանների հարմարեցումն է։ Հաճախ մենք խոսում ենք հասանելիության եւ ներառականության մասին եւ չգիտես ինչու նկատի ենք առնում միայն ենթակառուցվածքների հասանելիությունը, ֆիզիկական հասանելիությունը, բայց շատ հաճախ ստվերում էին մնում բովանդակային հասանելիության խնդիրները։ Եվ այս առումով սա մենք համարում ենք լուրջ ձեռքբերում եւ ծրագիրը անպայմանորեն պետք է լինի շարունակական։ Ներառական այս նախագծի շրջանակում պատրաստվել են Նարեկացու մատյան ողբերգության, Խորենացու հայոց պատմություն, Մալաթիայի ավետարանի եւ Ֆիրդուսիի Շահնամեի շոշափելի կրկնօրինակները։ Ծրագրի իրականացման ընթացքում ոլորտի մասնագետները նաեւ տեղում գործնական պարապմունքներ են անցկացնում, այցելուներին ծանոթացնելով ծրագրաստեղծման արվեստի մանրամասներին, հնարավորություն ընձեռելով շոշափելով ծանոթանալ կաշվեկազմերին, մագաղաթի նմուշներին, պաստառներին եւ տողաշարերին։ Մատենադարանի տնօրենի գնահատմամբ նոր նախագիծը նաև երկրի քաղաքակրթական մակարդակի ցուցանիշ է։ Գոնե ինձ համար այս շոշափական ցուցափեղկերի տեղադրումը Մատենադարանի սրահներում քաղաքակրթական ուղերձ է, քաղաքակրթական հայտ է, որովհետև սրանով մենք իսկապես հաստատում ենք մեր քաղաքակիրթ հանրություն լինելը, որովհետև ազգերի, հասարակությունների քաղաքակիրթ լինելու չափանիշներից մեկը հետևյալն է, որքանով են կրթությունը, գիտությունը, մշակույթը հասանելի եւ որքանով են ապահովված յուրաքանչյուր քաղաքացու կրթվելու իրավունքը, մշակույթից օգտվելու իրավունքը, ինքնակատարելագործման եւ սեփական ինքնությունը ճանաչելու հնարավորությունն ու եւ իրավունքը։ Վերջին շրջանի բարեփոխումների համատեքստում, երբ արդեն գործում են ծրագրերի կենսաքիմիական հետազոտման լաբորատորիան, վերականգնողական թղթի արտադրամասը, միջնադարյան արվեստների, արհեստների եւ բժշկագիտության լաբորատորիան, առաջիկայում եւս 2 սրահ կվերածվեն քարտեզների սրահների իրենց շոշափելի նմուշներով։ Ներառականությունը հետագայում նույնպես լինելու են մեր ուշադրության կենտրոնում։ Մենք առաջիկայում նախատեսում ենք ունենալ նոր ցուցասրահներ, քարտեզագրական ցուցասրահներ, մեր քարտեզագրական ժառանգության ցուցասրահները եւ բնականաբար այնտեղ նույնպես պետք է նախատեսենք տեսողության խնդիրներ ունեցող անհատների ցանկությունները, հասանելիության պայմանները։ Ծրագրի հիմնական թիրախային խմբերը մայրաքաղաքի եւ մարզերի տեսողության առաջին եւ երկրորդ աստիճանի խնդիր ունեցող տարբեր տարիքային խմբերի անձինք են։ Նոնե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։